Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է։ Եվ մեր զրուցակիցն է այսօր Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Բայց պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ, որ այժմին մեզ հետ եք։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Ադրբեջանը շատ կոշտ է արձագանքել Միացյալ Նահանգների կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ նշանակելու փաստին։ Մատը թափ տալով Միացյալ Նահանգների վրա, Ալիևը սպառնացել է, որ Մինսկի խմբի վերակենդանացման փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանը հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից Միացյալ Նահանգների հեռացմանը։ Այստեղից 3 հարց։ Առաջինը, ով է Ալիևին տվել մանդատ որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ այնտեղ բնակվող ազգաբնակչության կարգավիճակը, երկրորդը որտեղից Ալիևին նման խիզախություն, եւ երրորդ հարցը ինչպիսին է Միացյալ Նահանգների կողմից ռիքերի նշանակման կարևորությունը։ Նախ նորից շնորհակալ եմ ձեզ եթեր հրավիրելու համար։ Նախ սկսենք վերջից, այս ինչ նշանակում է պետդեպարտամենտում, ով է Ֆիլիպ Ռիկերը եւ ինչով է նա զբաղվելու եւ ինչն է պատճառը, որ Ադրբեջանի մոտ նման ժամեր անց նման հիստերիկ արձագանք է առաջացրել։ Ֆիլիպ Ռիկերը բարձրաստիճան դիվանագետ է, պետդեպարտամենտում զբաղեցրել է բարձր պաշտոններ, որում նա շատ լավ ծանոթ է տարածաշրջանին, Հայաստանի հետ, Հայաստանի տարբեր պաշտոնյաների հետ բազմաթիվ հեռախոսային բանակցություններ են ավարել, ի պաշտոնը, երբ պետդեպարտամենտում այս Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով էր պատասխանատու եւ նաեւ այցելել է Հայաստան։ Հիմա Ֆիլիպ Ռիկերը նշանակված է Անթոնի Բլինկենի կողմից, պետքարտուղարի կողմից, որպես իր խորհրդական, ավագ խորհրդական Կովկասում բանակցությունների գծով։ Այսինքն այստեղ Ղարաբաղի հարցը իշարս այլ հարցերի է, որոնք են դրանք նաև Վրաստանի տարածքում այն հակամարտություններն են, որոնք եւս հրահրել է Ռուսաստանը եւ կոնսերվացրել է Ռուսաստանը։ Ինչու ոչ, նաև Հայաստան-Թուրքիա գործընթացը կարող է լինել որոշակի փուլում, որովհետև ինչով այդ հարցը կովկասյան չէ։ Այստեղ ես ուզում եմ ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Միացյալ Նահանգները իր քաղաքական, այսպես ասենք, ակտիվները կոնսոլիդացնում է եւ դնում ուղղակի տարածաշրջանային տրամաբանության մեջ, այսինքն ոչ թե զբաղվում է առանձին Ղարաբաղի հարցով, չգիտեմ, առանձին Վրաստանի մեկ հակամարտությամբ, մյուս հակամարտությամբ, այլ ամեն ինչը մի տարածաշրջանային տրամաբանության եւ փիլիսոփայության մեջ է դիտարկում։ Դա այն էր, ինչը ուղղակի պակասում էր Միացյալ Նահանգներին շատ տևական ժամանակ, որ այսպես երկրորդական էլ չէ, երրորդական, չորրորդական նշանակություն էին տալի, դա հենց բերեց այն ամենին, ինչին բերեց, այսինքն Ռուսաստանին հանձնվեց այս Ղարաբաղյան կարգավորման գործընթացը outsourcing-ի Միացյալ Նահանգների կողմից, ձեռքերը լվացին, դա հենց Մեթյու Բրայզայի համանախագահության տարիներն էր, որ ասացին, դե Ռուսաստանին ավելի մոտ է մեզանից հեռու է, դե մեզ այդքան էլ հետաքրքիր չէ, այ Ռուսաստանը թող զբաղվի, մենք համախոհ ենք, բան չկա նման բան։ Ռուսաստանը զբաղվել է այս տարիների ընթացքում խաբեբայությամբ, ընդ որում հենց Հայաստանի հետ կապված, որովհետև Հայաստանին այստեղ վերապահված էր զոհաբերվողի դերը, եւ գնում էր գործարքի Ադրբեջանի հետ։ Հիմա ինչու է Ադրբեջանը ասած ցնցումների մեջ ընկել։ Այո, որովհետև սա ջարդում է ամբողջ խաղը։
այո, Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանավորվել էր այս տարածաշրջանում փոխել ստատուս քվոն այնպես, որ Ռուսաստանը ունենա ցամաքային կապ Թուրքիայի հետ եւ դա արվի Հայաստանի եւ հայկական շահերի հաշվին, ընդ որում սիրաշահելով Ադրբեջանին եւ Միացյալ Նահանգների այս նշանակումը փաստորեն գալիս է քանդելու այդ բոլոր պայմանավորվածությունները, որովհետեւ դրանք պայմանավորվածություններ էին, որոնք չէին ապահովում խաղաղություն, ապահովում էին բացառապես հումանիտար կատաստրոֆա հայ ժողովրդի համար։ Եվ բացի դրանից էլ Ռուսաստանն այն միակ երկիրն է, որը շահագրգռված է հարցի վերջնական չկարգավորմամբ, որովհետև չկարգավորված հակամարտությունն է, որը ապահովում է Ռուսաստանին իմաստ մեր տարածաշրջանում գտնվելու։ Ահա եւ ողջ պատմությունը եւ այստեղ իհարկե Ադրբեջանը չափազանց կարեւոր կապողողակ էր այս գործոնների միջև եւ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը սենց բուրն արձագանք է առաջացնում, բայց այս ամենը շատ ծիծաղելի է, այսինքն Բլինքենն ինքն իրեն խորհրդական է նշանակում ու ասենք Ալիևը համարում է, որ ինքը պետք է մեկնաբանի։ Տեսնենք այդ երկրորդ հարցն էր, իսկ Ալիևը ինչու է այդպես որոշել, որ ինքը իրավունք ունի եւ այդքան լեզուն կարող է երկարացնել։ Դե գիտեք ինչ կա, Ալիևը միշտ որտեղից այդ խիզախությունն է նրա։ Հիշում եք, ես ուզեի հիշեցնել, մինչև դուք ջուր խմեք, ինչպես Ալիևը նույնքան կոշտ պատասխանել էր Ռուսաստանին, երբ նրանք օգտագործել էին Լեռնային Ղարաբաղ, ուրեմն տեղանունը եւ Հարուխի հետ կապված ուղղել էր, թե այդպես չպետք է անվանեք այդ տեղանքը, այլ Ֆարուխ, թե ինչ։ Եվ դրանից հետո հիշում ենք, թե ինչպես Ռուսաստանը շտկեց իր սխալները եւ Լավրովը սկսեց խոսել Ալիևի եզրույթներով, Ալիևի տերմինաբանությամբ։ Ձեր կարծիքով արդյոք Միացյալ Նահանգները եւս կնահանջի։ Այստեղ Միացյալ Նահանգները այն ուղերձում, որը ուղեկցում է այս նշանակման մասին հաղորդագրությունը պարզ գրել են իրենք ինչ են ուզում, այսինքն Միացյալ Նահանգները չեն հարձակվում, որ իրանք էլ ասեն կամ դիմանան կամ եւ այլն, Միացյալ Նահանգներն ասում են ինչ են իրենք ուզում են տևական, համապարփակ, արդար խաղաղություն Կովկասում, որը հաշվի կառնի բոլորի շահերը, ուրիշ բան չի ուզում։ Եթե Ադրբեջանն այդ ամենին դեմ է, ժամանակ պետք է բացատրի իսկ ինչին է կողմ, բայց պետք է խոսակցությունը շիտակ լինի եւ այդ իմաստով այսպես process-ի վրա Միացյալ Նահանգների կողմից նաեւ շատ հզոր լուսարձակ միացնելը դա շատ կարեւոր է։ Եվ այդ իմաստով դա վեր է հանում բոլոր այսպես դերակատարների իրական մտադրությունները։ Եվ նաև ես ուզում եմ նշել, որ այս ամենը ինչ որ տեղի է ունենում, շատ կարևոր է համատեքստը, ինչի ֆոնին է այս ամենը տեղի ունենում։ Դա իհարկե Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումն է, որտեղ Ռուսաստանի ատամները ջարդում են ուղղակի եւ էլի ջարդելու են եւ ջարդելու են մինչեւ վերջին ատամը։ Իսկ սա նշանակում է ռուսական գործոնի էական փոփոխություն։ Այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում բացի դրանից Ռուսաստանին բոլոր քաղաքական գործընթացներում այս մեկուսացումը, որ մենք տեսնում ենք, մեզ հուշում է, որ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը ինչն է հետաքրքիր, ռուսներն ասում են դա էլ չկա, կամ եւ այլ մեղքը գցում են Միացյալ Նահանգների վրա, Արևմուտքի վրա,
Ստացեք Ռուսաստանը այստեղ այսպես հետաքրքիր երանգներ կան։ Ռուսաստանը թե մինչև այս պատերազմը Ուկրաինայում, թե դրանից հետո ձգտում է քանդել բոլոր աշխարհակարգի հենարանը հանդիսացող միջազգային ինստիտուցիաները։ Հա դա ՄԱԿ-ն է, ասենք իր վետոյով դրել է, կազմալուծում է աշխատանքը։ ԵԱՀԿ-ն նույնը, հա եւ հրահրում է կոնֆլիկտներ եւ կոնֆլիկտներով այդ ամենը կառավարում է ուղղակի վիժեցնելով ցանկացած միջազգային համագործակցություն։ Այս պարագայում Միացյալ Նահանգները հակառակը նրանք պահում են այսպես գոնե ֆորմալ առումով այդ միջազգային ձևաչափերը, ինստիտուտները, կազմակերպությունները շատ լավ հասկանալով թե ով է դրանց գործունեության գլխավոր խոչընդոտը եւ ինչն է գլխավոր խոչընդոտը, դրանց մեջից Ռուսաստանին դուրս թողելու քաղաքականություն են տանում։ Այսինքն ուշադրություն դարձրեք տեքստին, որ ասում է նաեւ Ֆիլիպ Ռիկերը նշանակվում է որպես Մինսկի խմբի եռանախագահությունում Միացյալ Նահանգների համանախագահ, որը համախոհ գործընկերների հետ, մասնավորապես Եվրամիության հետ, այ այս հարցը առաջ է տանել։ Ռուսաստանի անուն չկա։ Այսինքն, այո, այս բանակցային գործընթացի օպերատորը դառնում է Եվրամիությունը եւ մենք գիտենք, որ առաջիկայում օգոստոսի 31-ին կայանալու է Փաշինյան-Ալիև հանդիպում։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի արտգործնախարարություններ հայտարարությամբ այդ խոսնակը ելույթ ունեցավ, որ դե մենք սպասում ենք եռակողմ հանդիպում Մոսկվայում։ Ինչի մասին։ Որ երկու տեղերն էլ խաղեր տակ ու այդ երկու միջանցքներն էլ ձեզանով անել։ Ուրիշ բան չկա այնտեղ։ Որում Լաչինի միջանցքն իրենցով անելը դա ուզում են ծախել մեր վրա։ Մեղրիում միջանցքի վերածելով եւ այդ միջանցքն իրենցով անելով ուզում են ծախեն Ադրբեջանի վրա։ Այս ստոր խաղն է տանում Ռուսաստանը։ Եվ դրա համար է հավաքում, որ փորձի չոքացնել թե մեկին, թե մյուսին։ Հիմա մենք տեսանք, որ այդ խաղը շատ լավ հասկանում են եւ դες չի որ դա մեզ բոլորին ձեռա տալիս։ Նույնիսկ Ադրբեջանն այդքան հասկանում։ Նույնիսկ եւ գնացին Բրյուսել։ Ադրբեջանը մեծ վախեր ունի, որ արևմուտքը իր վրա կարող է ճնշումներ գործադրել եւ իր պատերազմի այսպես նվաճումները, որը նա այդպիսին է համարում, դրանք չեզոքացնել, հա, այսպես։ Եվ այս հիստերիկան դրա հետ է կապված։ Դե Եվրամիությունը, գիտենք, միայն այսպես ինքն իրենով օրինակ է կոնֆլիկտների կարգավորման եւ սեփական օրինակով, ասենք, նաեւ ունենալով հսկայական դիվանագիտական փորձ, հա, Եվրամիությունը ունի կարողություններ, որոնք կարելի է դասել փափուկ ուժի, այսպես շարքին։ Մինչդեռ մենք հասկանում ենք, որ սա այն տարածաշրջանն է, որտեղ միայն փափուկ ուժը բավարար չէ։ Եվ այստեղ գալիս է նաև Միացյալ Նահանգները։ Տեսեք, Ֆիլիպ Ռիկերի պարտականությունների շրջանակը մեկին մեկ սկսեց համընկնել Եվրամիության համապատասխան պաշտոնյայի Տոյվոկլարի պաշտոնեական պարտականությունների շրջանակի հետ, այսինքն այստեղ Միացյալ Նահանգները նաև սինխրոնիզացնում են իրենց ջանքերը Եվրամիության հետ։ Սա ունենալու է ուղղակի պոտենցիալ էֆեկտ եւ իհարկե լուրջ լարվածություն է
առաջացնում Ադրբեջանի ղեկավարի մտքում, հա, ինչ առաջիկա հանդիպման ժամանակ մենք տեսնենք դեռ ինչ զարգացումներ կլինեն, բայց ես տեսնում եմ, որ նման նշանակումները, որում հենց պաշտոնի անվանման մեջ ներառելով այն շրջանակը, ինչով որ նա պետք է զբաղվի եւ դրան տալով պետք հարտուղարի գլխավոր ավակ խորհրդականի պաշտոն, սա ես կարծում եմ ուղղակի խոսում է այդ առաջնահերթացման մասին, հա, այս տարածաշրջանի, սա էլ կարելի է հասկանալ, այս տարածաշրջանը գտնվում է 3 պրոբլեմի մեջտեղում։ Պրոբլեմ 1 դա Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիան է, պրոբլեմ 2 դա Միացյալ Նահանգների այսպես բանակցային գործընկեր Իրանն է, որի հետ պայմանավորվածությունները դա ըստ մամուլի արտահոսքերի ըստ էության տանում են դեպի դրական հանգուցալուծում եւ Ռուսաստանը, որը ինքն է հայտարարում, որ ինքը կռվում է ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ եւ Միացյալ Նահանգներն էլ ըստ այդմ վարվում են նրա հետ։ Հիմա մեր տարածաշրջանը գտնվում է այդ 3-ի արանքում եւ սրա վրա չի կարող Միացյալ Նահանգները ուշադրությունը չդարձնել, մանավանդ շատ լավ տեսնելով, որ այս տարածաշրջանում տարբեր համամասնություններով ուղղակի այս ռուսական էքսպանսիան բոլորի համար է պրոբլեմ։ Թուրքականը դե բացի Ադրբեջանից երևի որևէ մեկի համար ցանկալի չէ, հա, մեղմ ասած։ Այդ թվում նաև Վրաստանի համար, հա, խնդրեմ Վրաստանում ոնց ասենք ներդրումներ, խնդրեմ հարաբերություններ, տնտեսական, քաղաքական, այդ ամեն ինչը նորմալ է, բայց եթե գործը պետք է հասնի ինչ-որ կայսերապաշտական քայլերի, բնականաբար վրացիները դրան դեմ կլինեն։ Հետևաբար ամենը տեսնելով նաև տարածաշրջանը ափ ունի, դա վրացական ափն է Սև ծովում, իսկ Սև ծովը ՆԱՏՕ-ի անվտանգության առաջնահերթությունն է դեռ 3 թե 4 տարի առաջ, հա, դրա մասին փաստաթուղթ է ընդունվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից մեկում։ Հետևաբար ամենը գալիս է ամբողջացնելու պատկերը, ինչի հետ էլ մենք գործ ունենք։ Դե Ալիևն էլ դեսի մի քիչ գորգոռա կանցնի։ Էդ էլ Ալիևը։ Հիմա տեսնենք ինչով է ըստ ձեզ պայմանավորված Ռուսաստանի նման նյարդային ջղաձգումները եւ նյարդային պահվածքը Հայաստանի հետ կապված։ Դե գիտեք ինչ, մեռնող կայսրությունը չի ուզում հաշտվել այդ մտքի հետ, որ ինքը մեռնում է։ Եվ իր քայլերը գնալով դառնում են ավելի աբսուրդային։ Ամեն քայլի վերաբերյալ այդ պաթոլոգիկ խանդը, որը կա Ռուսաստանում, այդ ամենի հանրագումարում մենք ստանում ենք ահա եւ նման անառողջ ռեակցիաներ մի կողմից, բայց մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունը շատ մեծ բանի տեղ է դնում այս ամենը։ Նրանք էլ դա են զգում։ Իսկ ռուսական իշխանությունները ցարականից սկսած վերջացած ներկայիս իշխանությունները ունեն մի հատկություն, եթե իրենց թողում ես նստեն գլխիդ, իրենք հետո ուզում են գլխիդ կանգնել։ Լավ, դուք դա բացատրում եք փաստորեն նախանձով։ Նախանձ չէ, խանդ։ Խանդ ասացիք, ներողություն, ես բառը սխալեցի։ Խանդով եւ կասկածամտությամբ, հա, այսինքն այն ամենը ինչ տեղավորվում է պարանոյա, հոգեբուժները կիմանան, պարանոյա սինդրոմի մեջ։ Դուք ասում եք
մեռնող կայսրություն, բայց տեսնենք Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ Ռուսաստանի, Բելարուսի եւ այլ երկրների միութենական պետությանը, որի ուրվագիծը կարող է ձևավորվել Ուկրաինայի պատերազմից հետո։ Այդ ինչ այլ երկրների մասին է խոսքը։ Ես չգիտեմ, այլ երկրների միութենական պետություն։ Ես չեմ գտնում, որ ես պետք է մեկնաբանեմ Աբխազիայի, չգիտեմ ինչ, Պաշտոնիայի Հարցս երևի ավելի ընդլայնեմ, արդյոք Հայաստանը դիտարկվում է այդ այլ երկրներ Աբխազիայի կողմից կարող է դիտարկվել, Ռուսաստանի եւ ընդհանրապես տրամաբանությունը գործընթացների։ Ռուսաստանը իր բոլոր քայլերը հենց ենթարկված են հենց այս տրամաբանության։ Հայաստանին ստիպել մտնել այդ միութենական պետություն կոչվածի մեջ, այսինքն Հայաստանին ստիպել հրաժարվել իր պետականությունից։ Սա է Ռուսաստանի ուզածը։ Այսինքն կճեպը մնա, բայց մեջը լինի ամբողջությամբ իրենցը։ Դե ես ինչ ասեմ։ Այսինքն մեր 31 տարվա անկախությունը մենք պետք է տանենք եւ դնենք ռուսական սապոգի տակ, դա է ասում Ռուսաստանը։ Աբխազիայի բերանով, մինչև այդ ասում էր Լուկաշենկոյի բերանով եւ այլ։ Մեր իշխանությունը մինչև վերջ ամեն ինչը իրերը իրենց անուններով չի կոչում կամ չի ուզում կոչել, լարվածություններ չառաջացնելու, մենք կասենք, որ իրենց փոխարեն ոչինչ, որ գլուխներդ պատին եք տվել, չեք ստանալու դուք դա։ Ձեր ոտերը կջարդեն ստեղ։ Հայաստանի ներսում հանգարց խելքները հացների հետ չուտեք կամ օղու հետ չխմեք, եղած չեղած, առանց այդ էլ չունեք։ Այս ամենը ես թող Ռուսաստանի դեսպանության թարգմանիչները կոպիրգինին թարգմանեն ու ասեն ինչ եմ ասում։ Բանակի հետ կապված նոր նախագիծ է քննարկում Հայաստանում, առաջարկվում է գումարային փոխհատուցմամբ ազատվել բանակում ծառայություններից։ Շատերը սա գնահատում են որպես բանակի կազմաքանդման ճանապարհ, բարոյալքման վտանգ են տեսնում, ինչ եք մտածում դուք անձամբ այդ։ Սա նախ եւ առաջ հանրային բարքերն այլասերող օրինագիծ է, որը չի կարելի ոչ մի դեպքում ընդունել։ Այն առաջին ձեռքով ով սա հեղինակել է, պետք է հանել գործից, որովհետև նման բանում մտքով անցել է, դա կարող է անցնել միայն ապուշ մարդու մտքով։ Եվ եկեք մոռանանք ընդհանրապես, որ նման թուղթ են ուղարկել այնտեղ։ Մոռանանք այդ թղթի մասին, չի կարելի նման բան անել։ Մեր կուսակցությունը ընդունել է նաև հայտարարությունների հետ կապված, հիմնավորելով, թե ինչու ոչ մի դեպքում նման օրինագիծ շրջանառել չի կարելի, նման ոգով հետագայում, եթե էլի մեկի մտքով կանցնի, թղթեր բերել չի կարելի, ընդունել չի կարելի եւ սրա մասին խոսել չի կարելի, որովհետեւ դա ուղղակի ոնց ասեմ այլասերված մոտեցում է, որ գոյություն ունեն սահմանադրական պարտականություններ բոլոր քաղաքացիների համար, բայց դու կարող ես փողով քո պարտականությունը չկատարել, չհասկացա։ Այսինքն դե կարմիր լույսի տակով ճռռացնելով անցնելու համար էլ մի հատ էլ փող սահմանեք։ Փողը տամ ճռռացնեմ ինչքան ուզեմ, հա, դա կարելի է։ Իսկ ի՞նչ ձև է։ Այս ի՞նչ մոտեցում է։ Իսկ ինչ մոտեցում է։ Փորձենք հասկանալ այլասերված մոտեցումը եւ ես զարմանում եմ ոնց է այդ մի քանի ֆիլտրներով տենց բանով անցը դե ես չեմ հասկանում հնարավոր որ ես չգիտեմ ես հանրությանը այդ հարցի հասցեատերն արդեն ես չեմ բայց սա լավ առիթ է որ մի հատ իրենց ֆիլտրները մի հատ փոխեն ավելի մանրացնեն հա ինչ որ ֆիլտրը շատ անպետք բաներ է բաց թողում ֆիլտր չի լավը չի գցելու բանա չգիտեմ չի կարելի Բարի փորձենք հայտարարել գովազդային դադար, սիրելի հեռուստադիտողներ, գովազդ ենք հայտարարում եթերում, մնացեք մեզ հետ
Իր անցյալի պատմությունը չիմացող ժողովուրդը երբեք չի կարող ապագա ունենալ։ Դու կարող ես իմանալ քո անցյալը։ Անիտուրը մայիսից հոկտեմբեր ամիսներին կազմակերպում է 4-ից 15 օրյա շրջագայություններ դեպի պատմական Հայաստան, Կիլիկիա եւ Կապադովկիա։ Կարս, Անի, Վան, Էրզրում, Եդեսիա, Ադանա, Արարատ, Նեմրութ եւ Մուսալերներ, Հեքիաթային Կապադովկիա, հաճելի հանգիստ բարձրակարգ հյուրանոցներում, որից 4 օրը միջերկրականի ծովեզերքին։ Տեսեք, ճանաչեք, սիրեք հայոց հավիտենական հայրենիքը։ Անի տուր դեպի ակունքներ։ Hello to everyone. I am Benjamin Bogosyan, the host of the Viewpoint program on Noyan Tapan TV. Every Monday on the YouTube channel of Noyan Tapan TV, you will listen my assessments and analysis on the events which happened inside and behind Armenia. We will analyze the situation, domestic politics, foreign politics, and also the regional and international security dynamics. Every week on Noyan Tapan TV YouTube channel. Viewpoint with Benjamin Pogosyan. Թամարա պաղպաղակ, միակ պաղպաղակն է, որ 98 թվականից ներմուծվում է Ամերիկա եւ ունի միջազգային բոլոր պահանջները բավարարող համապատասխան վկայական, աշխարհի տարբեր երկրներում լավագույն գնահատականի արժանացած եւ 2016-ի տարվա լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ եւ օգտակար եղեք ձեր հայրենակիցներին Հայաստանի մեջ, ձեր հիշարժան միջոցառումներին եւ խնջույքներին հրամցրեք լավագույնը, հայկականը, վստահություն եւ բնական համ։ Թամարա, վայելեք գերագույն հաճույք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական փորձագետ Ռուբեն Մերաբյանը։ Պարոն Մերաբյան, հրապարակվել է ձեր հոդվածը 10 առաջնահերթ քաղաքական որոշումներ ռազմական բարեփոխումների համար։ Այդ ձեր հոդվածը դուք նվիրել եք Հայաստանի անկախության հռչակման օրվան։ Փորձենք դիտարկել ձեր առաջարկները եւ սկսենք այս մեկից, այս դրույթից նոր տնտեսական ուղղություն, արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացում։ Այո, տեսեք, երեք Ղրղստանում էլի հավաքվել էին վարչապետները, էլի խոսում էին խորացումից եւ ընդլայնումից, չգիտեմ ինչի, որ առևտրաշրջանառությունը երկնիշ տոկոսներով աճել։ Դե կներեք, եթե ամբողջ կապիտալը Ռուսաստանից փախնում է եւ դրա փոխարեն տեղը լցվում է ինչ որ մինչ այդ նրանք ստանում էին ուրիշ տեղից եւ դա համարել նվաճում, դա կարող է լինել շատ կարճաժամկետ, որից հետո տեղի է ունենալու կոլապս Ռուսաստանի հետ միասին։ Այսինքն Ռուսաստանի տնտեսությունը ոչ թե փլուզվելու է ուղղակի, այլ փլուզվելու է մեր բոլորի գլխին։ Սա պետք է շատ բարձ հասկանանք։ Ես ինչ եմ առաջարկել, ինչու հենց ռազմական բարեփոխումների համատեքստում։ Մենք այսօր խնդիր ունենք բանակի արդիականացման, բանակի բարեփոխումների 21-րդ դարի բանակ ունենալու խնդիրը լուծելուն, հա, բայց այդ հարցը այս ձևաչափում, այս սահմանափակումների պարագային, որը մեր վրա մենք վերցրել ենք Ռուսաստանի հետ իրավապայմանագրային բազայի պահանջներից ելնելով, մենք այս հարցը չենք կարող լուծել։ Որևէ մեկը մեզ ուղղակի զենք կարող է չտալ, հաշվի առնելով, որ Ռուսաստանն այսօր պատերազմում է ամբողջ աշխարհի դեմ։ Ռուսաստանն այսօր մերժված է ամբողջ աշխարհի դեմ որպես հանցագործ պետություն։ Եվ մենք չենք կարող մեզ թույլ տալ մնալ անզեն զինաթափված 20 թվականի պատերազմի տակից դուրս չեկած վիճակում, որ ով ստեղ գա ինչ ուզի անի։ Եվ մենք դրան ոչինչ չունենանք դիմագրավելու։ Դուք հապկի թեման եք բարձրացնում։ Հապկ մեկ։ Երկրորդը, այս ամենը պետք է նաև ամրապնդվի նոր տնտեսական կուրսով։
Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ի այդ ավարիայից հետո, վթարից հետո, որը մեր գլխին բերեց Սերժ Սարգսյանի օլիգարխիկ կրիմինալ իշխանությունը, Հայաստանը արդեն իսկ բանակցված, բանակցությունները ավարտած, պատրաստ, ասոցիացման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ դրեց մի կողմ։ Հիմա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ինքը նախաձեռնի նոր բանակցային գործընթաց, արդեն իսկ այդ բանակցված փաստաթուղթը արագացված կարգով վերագործարկելու համար։ Կրկնում եմ, ներառյալ ազատ առևտրի ռեժիմը։ Տեսեք, Մոլդովան, որը շատ դեպքերում նաև ունի մեր պրոբլեմների կառուցվածքով պրոբլեմներ, բայց այդ հարցը լուծել է։ Մենք այդ համատեքստում նաև պետք է ներդաշնակեցնենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ, հանենք բոլոր տեսակի մաքսային խոչընդոտները մեր ու Վրաստանի միջև, հասցնելով այդ հարաբերությունները ռազմավարական մակարդակի, իդեպ Հայաստանում նոր դեսպան են նշանակվել Թբիլիսիում, ինչի հետ կապված շնորհավորում եմ եւ ուզում եմ նաեւ այստեղ նշել, որ շատ ծավալուն եւ ծանր աշխատանք է սպասվում այս իրադարձությունների համատեքստում դա շատ կարևոր աշխատանք է, որը մեր նոր դեսպանը պետք է ուրեմն կատարի եւ շատ նպատակներ դարձնի իրականություն։ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին տնտեսական քաղաքականության աշխարհագրությունը։ Այստեղ այո, դիվերսիֆիկացիա պետք է կատարվի, դիվերսիֆիկացիայի ուղղություններից մեկը բնականաբար Վրաստանն է, Վրաստան արևմուտք, Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ, զուգահեռ այո, պետք է նաեւ առևտրային հարաբերությունները խորացվեն Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը պետք է վերակողմնորոշի իր արտահանումը այլ շուկաներ, որովհետև շատ պարզ Ռուսաստանն այսօր ենթարկվում է պատժամիջոցների եւ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ հղի են երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգով։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները տոքսիկ են քաղաքականապես։ Դա մեկ։ Երկրորդը Ռուսաստանը զրկվելով նաև ներմուծելու հնարավորություններից տեխնոլոգիական բլոկի ենթարկվելով էապես ուրեմն տուժել է իր արդյունաբերությունը մի հսկայական ճյուղեր ուղղակի կանգ են առել, օրինակ ավտոմոբիլային արդյունաբերությունը, օրինակ եմ ասում, գործը հասնում է մինչև նրան տետրապակն է գնացել Ռուսաստանից, կոկա-կոլան է գնացել Ռուսաստանից, հեսա Հայաստան կոկա-կոլա տուրեր են անցկացնելու, գան մի քիչ կոկա-կոլա խմեն գնան, օրինակ եմ ասում։ Խայտարակ բան է, այդ դեգրադացվող շուկայի հետ մենք մեր զարգացման հեռանկարները կապել չենք կարող, հետևապես պետք են այլ որոշումներ։ Եվ ամենակարևորներից մեկը ևս այս ԵԱՏՄ կոչվածով մենք մեր մաքսային քաղաքականությունն ամբողջությամբ նվիրել ենք ռուսներին, իրենք են որոշում, թե ինչը քանի տոկոս պետք է լինի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը վերածվելու է ուղղակի ռուսական աղբի սպառման շուկայի, ինչը որևէ լավ բան մեզ չի խոստանում։ Մեր ապրանքները չեն ստանդարտիզացված Եվրամիության ստանդարտներով, հսկողությունը դրանց որակի վերաբերյալ խիստ կասկածելի է, այն ինչ պետք է
լիներ իրենց այդ պրոդուկցիայի մեջ դրա ինչ-որ փոխարինիչներ են այն օրիգինալի փոխարեն նույնիսկ նույնպես կասկածելի որակի եւ մենք պարտավոր չենք այդ աղբա ստեղ սպառել։ Ուրեմն ասում Հայաստանը իր անվտանգությունը չի կարող կապել Ռուսաստանի հետ, իր զարգացումը չի կարող կապել Ռուսաստանի հետ։ Այլևս եւ այս ժամավաճառությունները, չգիտեմ, Բիշկեկներում, մեկ, մյուս, Միշուստին, չգիտեմ, եւ այս ժուլիկներ, այդ Պուտինի հարեմից քաղաքական ռեսուրսը, որը մենք մսխում ենք, չգիտեմ հանուն ինչի։ Հայաստանը ես հենց առաջարկել եմ, որ Հայաստանի համար ուղղակի հիմա շատ կարևոր, նույնիսկ դրամատիկ քաղաքական որոշումներ ընդունելու ժամանակ։ Ռիսկային, այո, բայց դրանք կառավարելի ռիսկեր են մեկ եւ երկրորդը դրանք շանս են, որ մենք կունենանք ինչ-որ ճեղքում։ Ամենա ռիսկայինը դա ոչինչ չանելն է, ասած ինքնահոսի թողելը, միշուստին պարացնելը եւ այլ, որը հաստատ գիտենք ուր է տանում։ Տանում է դեպի դեգրադացիա եւ վերջին հաշվով այն հասած ծիրանի նման ռուսների ձեռն ընկնելը, մի հատ թափ տալով։ Էս ենք ուզում։ Ես վստահ եմ, որ հաստատապես մեր իշխանությունը դա չի ուզում։ Ես վստահ եմ ուղղակի։ Բայց դրա համար քայլեր են պետք։ Տեսնում եք, չեք տեսնում քայլերը։ Չեմ տեսնում։ Չեմ տեսնում։ Լավ, սենց ասեմ, ինչ որ քայլեր տեսնում։ Ի վերջո, այո, պետք է իրերը կոչենք իրենց անուններով։ Քայլեր, այո, տեսնում են, բայց դրանք խիստ անբավարար են։ Դրանք Ախորած են, դանդաղ են, կիսատ են։ Տեսեք, ստացված չեն։ ամենավատ որոշումը դա որոշում չունենալն է։ Նույնիսկ սխալ որոշումն ավելի լավ է, քան որոշում չունենալը։ Բայց դրանից ավելի վատ է կիսատ որոշումը։ Դա ուղղակի քանդում է ամեն ինչ։ Այո, մենք սրա մասին մենք պետք է ուղղակի հասարակական դիսկուսիա ունենանք։ Մենք պետք է իրերը կոչենք իրենց անուններով։ Այն ինչ որ կաշկանդվածություն ունի իշխանությունը եւ շորտեղ հասկանալի է, մենք ինչ կաշկանդվածություն ունենք։ Մեզ ով է խանգարում իրերը կոչենք իրենց անուններով։ Այս ինչ լղկած վիճակ է։ Ժամանակը արդեն վերջանում է, եկեք մեկ այլ կետի անդրադառնամ ձեր այդ հոդվածից 10 կետերից եւս մեկ կետ։ Այո։ Դուք ասում եք Հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ակտիվացում։ Այո։ Դուք այդտեղ հեռանկար եք տեսնում։ Միայն այդտեղ է, որ ես այդ տարբերակով է, որ մեր պրոբլեմային հարևանների հետ բանակցային գործընթացում ես հեռանկար եմ տեսնում։ Այո, ուղիղ բանակցություններ եւ Անկարայի հետ եւ Բաքվի հետ։ Ընդ որում ես նաեւ հատուկ նշել եմ, որ Բաքվի հետ մենք պետք է ուժեղացնենք մեր Թբիլիսյան տրեկը, այսպես ասած։ Հարթակը, այսպես, հա։ Այո, եւ Բրյուսելյանը։ Եվ երեկվա այդ նշանակումը Ֆիլիպ Ռիկերի գալիս է այո հենց այս ձևաչափերն ուժեղացնելու եւ սա խիստ դրական զարգացում է։ Եկեք հստակեցնենք, ուրեմն էլի ուղիղ չի ստացվում, պարզապես դուք նկատի ունեք առանց Ռուսաստանի բանակցություններ։ Այսինքն, տեսեք, ճիշտ ձևակերպենք։ Ճիշտ ենք ձևակերպում։ Այս բանակցությունները այնուամենայնիվ ուղիղ են։ Իրենք իրար հետ են խոսում։ Եվ ոչ թե, տեսեք, Ռուսաստանը թվում է թե միջնորդում է, որ կողմերն իրար հետ խոսեն։ Բայց այդտեղ Ռուսաստանը ոչ թե միջնորդ է, Ռուսաստանը մասնակից է այս ամեն ինչի։ Որպես շահառու կողմ, ռուսներն ինչ են ասում։ Ռուսներն ասում են հայեր,
այդ միջանցքը տվեք ինձ։ Դե արդեն չեն էլ ասում, մենք գիտենք, որ Թուրքիան եւ Ռուսաստանը իրար հետ են Ինչ որ բանակցում ասում այդ են, միջանցքի մասին։ Մենք խոսացել Հա։ ենք, դուք ով եք որ մեր տարածքների հաշվին առանց մեզ մեր մեջքի հետևում ինչ որ բան եք խոսում, այդ դաշնակից։ Չհասկացա։ Բա դրա մասին պետք է ճակատներին ասել։ Դե թե իրանք բացի բաց արդեն հայտարարում են այդ Դե բացի բաց ուրեմն պետք է ուրեմն կերցնել է պետք է շատ լավ իրենք շատ ամեն ինչ շատ լավ հասկանում են մանր քրեականները ռուսական միջավայրին շատ լավ ծանոթ են թե իրենք ընդհանրապես իրենց հետ ինչպես պետք է խոսալ իրենց հետ պետք է խոսալ բավականին կոշտ նշելով ռուսերենով այն հասցեն որով նրանք պետք է գնան եւ նրանք կգնան չեն կարող չգնալ որովհետև երբ որ իրենք հասկանում են, որ իրենց հետ արդեն ուրիշ ձևով են սկսում խոսել, իրենք միանգամից թաթիկները բարձրացնում են եւ սկսում են արդեն ուրիշ երկ միացնել։ Դրանց հետ պետք է լրիվ ուրիշ ձևով խոսել։ Եվս մեկ կետ։ Այո։ Ճիշտ ասած լավ։ Այս կետը հնչեցնեմ եւ փորձեմ խնդրել ձեզ բացել, բարձաբանել պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության ուժեղացումը։ Ես սա վերջին կետով եմ նշել։ Սա վերջին կետն է, այո։ Դե տեսեք Ռուսաստանը վաստակել է համբավ թե ինչպես է նա վարվում այն անձանց հետ որոնց նա համարում է իր քաղաքական նպատակների խոչընդոտ։ Միջուկային տերորիզմ, չէ՞։ Բրիտանիայում քիմիական զենքի օգտագործման տերորիզմ, այդ թվում նաև իր ներսի օպոնենտների նկատմամբ։ Բացի դրանից մենք մի երկիր ենք, որտեղ օրինական իշխանությունը գլխատվել է ահաբեկչական ակտի հետևանքով եւ այնպես է ստացվել որ այդ ահաբեկչական ակտին հաջորդող իրադարձությունները ունեցել են մի տրամաբանություն որտեղ թիվ 1 շահառուն այդ ամենը եղել է Ռուսաստան։ Այո, ես պնդում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է ուժեղացնեն այդ պահպանության ծառայությունները, որոնք պատասխանատու են իրենց անձնական անվտանգությանը պաշտոնյաների մեր Սա շատ կարևոր է, սա պետության անվտանգության հարցը։ Հարցը անձինք չեն։ Հարցը այն մանդատի պաշտպանությունն է, մանդատի, որը տվել է ժողովուրդը։ Եվ իշխանությունը պարտավոր է ուժեղացնելով պահպանությունը պաշտպանել այդ մանդատը նաև նման բնույթի ոտնձգություններից։ Այս խոսակցությունները Որ խոսակցությունները որոնք նոյեմբերի 9-ից հետո 20 թվականի կային չէ այդ ահաբեկչական սպառնալիքները վերբալ որոնք անպատիժ մնացին տատախազություն ունենք աշխարհը չունի հա քնչական ունենք աշխարհը չունի այդ բաները դե չգիտեմ որ կարելի է այդ ասել ու չպատժվել հա Հավ գողանալու համար կարելի է պատժվել, բայց իշխանության պետության իշխանության բարձրագույն պաշտոնյաներին ֆիզիկական հաշվե հարդարով սպառնալ հրապարակայնորեն եւ չպատժվել։ Աշխարհում կա տես բան, չկա տես բան։ Եվ սա շատ կարևոր բան է, որ պետք է արվի։ Դրան գումարած այդ
էլեկտրոնային փոստով այդ սպառնալիքները մետրոն իբր ականապատված լինել, այռոպորտ, ուրեմն Տարբեր վայրեր։ եկեղեցի, կենթանաբանական այգի եւ այլ եւ այլ։ Հայաստանից մի դեպք է եղել, որին 2 օր հետո բռնեցին։ Ես պնդում եմ, որ այդ բոլոր մեյլերը գալիս են Ռուսաստանից եւ ուղղորդվում են բավականին բարձր մակարդակից, կենտրոնացված ձևով եւ հետապնդելով հստակ քաղաքական նպատակ։ Հայաստանի ներսում իրավիճակը ճոճում են իշխանությանը մաքսիմալ խնդիրներ ստեղծելու համար։ Որովհետեւ այն ինչ որ մենք կոչում ենք դաշնակից, դա դաշնակից չէ։ Դա շանվորդի է։ Հասկանում եք։ Մենք այս ամենը պետք է շատ լավ հասկանանք եւ ես հենց վերջին կետով եւ որը նույնիսկ պետք է բերել առաջին տեղ, այո, որպեսզի դա մեծացնի իշխանության անկաշկանդ գործելու հնարավորությունները։ Ես չեմ բացառում, որ մենք դուք էլ եք նշում, չէ՞, որ այո, իշխանությունն ինչ որ վախվորածություն կա, կաշկանդվածություն կա, ես չեմ բացառում, որ նաև այս գործոնով է այդ կաշկանդվածությունը պայմանավորված։ Եվ դրա համար այո, պետք է ուժեղացվի այդ ծառայությունը, խստացվի, այսպես ասենք, ռեժիմային շենքերի պահպանությունը, հա, ինչ որտեղ այնտեղ որտեղ ռեժիմի փոփոխություն պետք է իրականացվի դեպի խստացում, պետք է ուրեմն իրականացվի։ Ահագին բան փոխվել է։ Այո, այդ նոյեմբերի 9-10-ի գիշերվա այդ հարձակումից հետո ուժեղացվել է, անխոսք։ Բայց այնուամենայնիվ դա մի ոլորտ է, որտեղ կատարելությունը սահման չունի, հա։ Պետք է ուժեղացնել, այո, հաշվի առնելով թե ում հետ մենք գործ ունենք եւ ինչ կարգի սպառնալիքների հետ մենք գործ ունենք։ Այո։ Բարի, փորձենք ամփոփել այսօրվա մեր զրույցը, եկեք վերջին 1 րոպեն օգտագործենք ամփոփելու վրա։ Այո։ Փորձենք գնահատել, այո, դուք ասում եք շատ բախտորոշ շրջան է, ամբողջ աշխարհում է իհարկե ամեն ինչ շրջվում եւ փոփոխվում, բայց Հայաստանի համար հատկապես մենք ենք նշում, որ դա բախտորոշ շրջան է։ Ինչպես եք գնահատում իրադարձությունների ընթացքը։ Այ մենք խոսեցինք այդ նշանակումի մասին, մենք խոսեցինք Ռուսաստանի պատմվածքի մասին։ 1 րոպեվա համար ասում են, որ գնահատական է մեկ հա 23-ին օգոստոսի, երբ Նիկոլ Փաշինյանը ուերցով դիմեց Հայաստանի քաղաքացիներին կապված անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի հետ, նա ասաց մի բան, որ մենք պայքարում ենք անկախության համար ամեն օր։ Այո, ամեն օր մենք պայքարում ենք, ինչպես տեսնում եք, մենք մի ժամ դրա մասին ենք խոսում, որ մեր անկախությանը ամենօրյա ռեժիմով սպառնում են, որում մեր դարավոր բարեկամները, հա, եւ մենք այո ամենօրյա ռեժիմով պետք է դիմագրավենք դրան։ Այս ամենը այո տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, այնպես ինչպես մեր բարեկամների քայլերը տեղավորվում են էլի մի տրամաբանության մեջ, մեզ զրկել պետականությունից, անկախությունից, ինքնիշխանությունից, թաղել մեր ժողովրդավարությունը, մեր քայլերը պետք է հենց ենթարկվեն մի տրամաբանությանը, պահպանել դա, դիմագրավել դրան եւ շարժվել առաջ։ Եվ դա անել միասնական ջանքերով, դա մի հոգու անելիք չի, մի կուսակցության անելիք չի, մի խումբ մարդկանց անելիք չի, դա համազգային խնդիր է։ Եվ ով որ չի կիսում այս խնդիրը, նա ուրեմն առնվազն գոնե թող չխանգարի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն բոլոր նրանցով հետևում էր մեր զրույցին եւ լսում էր քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը։ Բարին ընձեզ եւ թող խաղաղություն լինի։